Ես նույնպես համայնքապետարանի աշխատակազմից եմ, սոցիալական աշխատողն եմ համայնքի։ 2018 թվականից սկսած պարոն Համբարձումյանին ճանաչել եմ որպես համայնքի սկզբից որպես Մասիս քաղաքի քաղաքապետ, այնուհետև որպես խոշորացված համայնքի ղեկավար։ Սկսել ենք աշխատել համատեղությամբ եւ միայն տեսել ենք, որ Մասիսը իր մոխրագույն քաղաքից դարձել է ամենաժամանակակից եւ ամենալավ զարգացած համայնքներից մեկը, պատվով ու մեծ հպարտությամբ ուզում եմ ասել, որ Մասիս համայնքը հանրապետության մեջ եզակի ու միակ ընդդիմադիր համայնքն է, որ երբևիցե չի կոտրվել տվյալ ներկապահին իշխանության ոչ մի կատարած որոշումներին, կայացրած իրենց իհարկե իրավաբանական որոշումներ կան, որ մենք հետևում ենք եւ բոլորը ինչ որ կարգով է, համայնքապետարանը աշխատում է, բայց այն ինչը որ մարդը սիրական է, բնականաբար մենք արդեն մեր խղճի առաջ ենք պատասխանատու, գործ ունենք մի համայնքի ղեկավարի հետ, որ երբևիցե իր աշխատակազմին չի ստիպել, որ ինչ որ որոշում կայացնեն, չի ստիպել, որ իրենց սկզբունքներին դեմ գնան եւ բնականաբար թույլ է տվել, որ ամեն մեկը գործի այնպես, ինչպես որ ինքն է ցանկանում։ Այստեղ գտնվում են Մասիս համայնքի սրտացավ բնակիչները, քաղաքացիները, ովքեր առաջինը ուղակի իմանալով զուտ եկել են իրենց համայնքի ղեկավարին դիմավորելու, անկախ նրանից նաեւ հաշվի առնելով այն փաստը, որ միգուցե իրենք չտեսնեն էլ համայնքի ղեկավարին, միգուցե համայնքի ղեկավարը չտեսնի, որ իրանք եկել են իրենց աջակցելու, սատարելու, բայց այնքան սրտացավ են եղել, որ մեր աշխատակազմը եկել է, որ ոչ միայն աշխատակազմը, այլ նաեւ ողջ Մասիս համայնքի բնակիչների 26 գյուղական շրջաններով եկել են սատարելու իրենց համայնքի ղեկավարին, որտեղ Մասիսը իր օրերում երբևիցե նման համայնքի ղեկավար չի ունեցել։ Դուք ուղղակի կարող եք գալ յուրաքանչյուր չորեքշաբթի բնակիչների ընդունելությունը համայնքի ղեկավարի եւ տեսնեք, թե համայնքի ղեկավարը ինչպիսի ընդունելություն է իրականացնում, ինչպես է հարցին լուծումներ տալիս բնակիչներին, երբևիցե ոչ մեկին չնեղացնելով։ Որ պատրաստ էր այս ձերբակալությանը, ինքը նախապատրաստել է համայնքապետարանը իր բացակայության օրը գործելու համար։ 2018 թվականից սկսած մեր համայնքի ղեկավարը առաջին քաղբանտարկյալներից է եղել, ով որ դատապարտվել է եւ մենք իմացել ենք, քանի որ մի քանի անգամ եղել է, որ պարոն Համբարձումյանի նկատմամբ եղել են ազատազրկումներ եւ ինքը չի խուսափել պատասխանատվությունից։ Իհարկե այս պարագայում մի փոքր շինծու դատավարության արդյունքներում մեր համայնքի ղեկավարին դատապարտեցին 6 տարի 3 ամիս ազատազրկման եւ խափանման միջոցը ընտրեցին որպես կալանավորումը։ Մեզ համար սա ինչ որ մի չափով ծիծաղելի որոշում է, որովհետեւ եթե պարոն Համբարձումյանը իրենց համար վտանգ չներկայացներ, իրենք նմանատիպ որոշում չէին կայացնի, հատկապես այն ժամանակահատվածում, երբ որ ինքը գործով Հայաստանում չէր, եւ ամենակարևորը, եթե իրենք վտանգ չզգային իրենից։ Պարոն Համբարձումյանը չի խուսափել պատասխանատվությունից, ինքը իր պաշտոնական էջում նշել է, որ աշխատանքի բերումով գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում, այսօր վերադառնալու է եւ պատրաստ է կրել դատարանի ուժի մեջ մտած որոշման իհարկե կալանավորումը, մինչեւ բողոքարկումը կիրականացվի եւ արդեն մնացածը պարզ կլինի։ Համայնքապետարանը պատրաստ է աջակցելու պարոն Համբարձումյանին, մենք աթոռին կախված չենք, բայց մենք աթոռ նվիրող չենք, մենք պարոն Համբարձումյանին սպասելու ենք, իր հետ հավասար պայքարելու ենք, համայնքապետարանը պատրաստ է պայքարելու։ Առանց ղեկավարի բնականon աշխատանքը շարունակել։ Այո, հանուն մեր համայնքի ղեկավարի, եթե համայնքի ղեկավարը որոշում է կայացրել նմանատիպ բարդ որոշում է կայացրել, մենք բնականաբար գիտենք, որ հետագայում ամեն բան լավ է լինելու, լիահույս ենք դրանով, հանուն մեր համայնքի ղեկավարի մենք պատրաստ ենք աշխատել բնականon հունով։ Դա ժամանակը ցույց կտա։ Իսկ պարոն Համբարձումյանը ինչ այցով էր Մոսկվայում, ասեցիք աշխատանքային։ Պարոն Համբարձումյանը 3 ուղիղ եթեր է ունեցել, որի շրջանակներում ամբողջը մանրամասն ներկայացրել է։ Շնորհակալություն։ Դուք կնեք